Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ու այս թեման թեև շատ է քննարկվել, բայց կրկին քանի որ շատ այսպես ազդեցություն ունեցավ, մարդկանց վրա, վրդովեց թե հանրությանը, արցախցիներին, ինչպես ստացվեց, որ Արցախի թեմի առաջնորդը Տեր Վրդանայսը գնաց եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց, քանի որ այսպես հանրության մեծ մասի ամեն դեպքում մի մասը արցախցիների պարտության Արցախի կորստի մեղավոր համարում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա օրոք է պատերազմը եղել Արցախի կորուստը։ Հիմա ոնց ստացվեց, որ թեմի առաջնորդը գնում, ձեռք է սեղմում, իր հոտից անջատվում ու այս քայլին է դիմում։ Գիտեք, այն ինչ որ տեղի ունեցավ, ըստ էության, օրինակ ինձ մոտ այլևս չառաջացավ ցանկություն նույնիսկ որևէ պարզաբանում ստանալ, բայց արցախցիների մի մասը, երևի թե մեծ մասը, ուզում էին լսել եւ նաեւ դրանով պայմանավորված ակցիա կազմակերպվեց առաջնորդարանի առաջ, որտեղ ուզում էին, որ եւ ներողություն խնդրեր Սրբազանը եւ պարզաբանում տար իր քայլը։ Հայտարարություն տարածեց։ Հայտարարություն տարածեց, որը երևի թե ավելի խորացրեց այն վատ իրավիճակը կամ զգացողությունը իր արածի նկատմամբ, քան կար մինչ այդ, որովհետև դա միամիտ կամ երկար չմտածած, հայտարարություն էր, որտեղ չի կարող թեմի առաջնորդը իր թեմից զատ որևէ գործողություն իրականացնել կամ գործընթացի մասնակցել, եւ բոլորը ցանկացածը անկախ նրանից Հայաստանի մեր հայրենակիցներն են Արցախի, իսկ Արցախինը առավել եւս ընդգծված է լինում, ձեռք սեղմումը կամ ինչ որ համագործակցության գնալ այս իշխանությունների հետ, դա որպես դավաճանություն միանշանակ ընկալվում ու դիտարկվում է։ Անկեղծ ասած, այլևս ամենայնպես մեր արցախցիների մի հատվածին երևի թե էլի մեծամասնությանը արդեն ընդհանրապես հետաքրքիր չեն իր, այսպես, թե ներողությունը, թե որևէ պարզաբանում, որովհետև ինքը արեց այն, որը միգուցե հոգու խորքում շատ-շատերս կարող էինք եւ սպասել Սրբազանից, բայց այդ ծայրահեղությունը արդեն, տեսնելը շատ ծանր էր։ Իրականում երևի թե ողջ գիշեր բոլորս անընդհատ այդ կապի մեջ ենք եղել, որպեսզի յուրաքանչյուրս մեկս մյուսից հասկանանք ինչ է իրականում տեղի ունեցել։ Ըստ էության, ցավոք սրտի պատերազմից հետո մենք Վրդանայ Սրբազանի արդեն նշանակումից հետո մենք չենք զգացել առաջնորդություն։ Ինքը իր տեսակով այդ առումով անհասկանալի է եղել։ Չենք ունեցել առաջնորդություն շրջափակման ժամանակ եւ կան ինչ-որ 1-2 մարդ, որոնք փորձում են արդարացնել, նույնիսկ իր շրջափակման ժամանակ Արցախում չլինելը, իհարկե այդտեղ արդարացում լինել չի էլ կարող, բայց չի եղել ինքը եւ անկեղծ ասած չգիտենք էլ ինչու չի եղել։ Չի եղել նաև արդեն բռնի տեղահանության ժամանակ, երբ շատ մեծ կարիք կար իր հոտը առաջնորդելուն, շատ պասիվ դիրք է ընդունել արդեն տեղահանումից հետո Հայաստանում, բացառությամբ 2024-ի Սրբազան շարժման մեկնարկի ժամանակ, երբ մի անգամ, այո, եւ այդպես մի քանի անգամ առիթ եղել է տեսնելու եւ ըստ էության մենք ցանկացած գործընթաց, որ փորձել ենք իրականացնել, բացարձակ նպատակ չունենալով եւ առաջարկել չանելով նման ներքաշել որևէ քաղաքական գործընթացի մեջ, փորձել ենք օրհնությունը ստանալ Սրբազանի, բայց այդպես անկեղծ ասած չենք զգացել։ Այսինքն այս հանդիպումից հետո այլևս նրա հետ այսպես զրույց ընդհանրապես չի եղել։ Ոչ, չի եղել։ Ընդհանրապես որևէ շփում, պարզաբանման նպատակով կամ ցանկություն հանդիպելու չի եղել, ոչ թե դա չի եղել, որ ենթադրենք ինքը մերժել է, ես չգիտեմ ինքը ինչպես արդեն կպահեր իրեն, եթե մենք նման ցանկություն ունենայինք, բայց մենք նման ցանկություն չենք հայտնել, նախ որպեսզի որևէ մեկը չփորձի դրա տակ քաղաքական ինչ-որ նպատակներ տեսնի կամ նպատակ, որ մենք փորձում ենք խառնվել եկեղեցու գործին, բացարձակ, բայց մենք որպես այդ հոտի ներկայացուցիչներ մեր կարծիքը արդեն հանրային կերպ հայտնել ենք եւ հայտարարել, որ չի կարող
այլևս Վրդանես Սրբազանը լինել Արցախի թեմի առաջնորդ։ Անկախ նրանից մայրաթորն ու կաթողիկոսը ինչ որոշում կկայացնեն, մենք այլևս առաջնորդությունը չենք ընդունելու Վրդանես Սրբազանի։ Դրա վառապացույցն է նաև թեմական խորհրդի հայտարարությունը, որտեղ հստակ ժողովրդի վերաբերմունքը այդ քայլին ներկայացված էր, այսինքն արդեն իսկ թեմական խորհրդի հայտարարությունը ասում է այն մասին, որ մենք որևէ պարտադրանք բնականաբար չենք ունենա ոչ կաթողիկոսի, ոչ մայրաթորի վրա, բայց մենք մեր դիրքորոշում պարտավոր ենք հայտնել եւ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Տիկին Հակոբյան, քանի որ շատ է խոսվում, որ հաճախ այն եպիսկոպոսները, ովքեր հանդիպել են, հա, նրանց նկատմամբ ճնշում է եղել կամ տարբեր այսպես թեզեր։ Հիմա այս դեպքում կարող է նման այսպես իրականություն է։ Գիտեք, մի քիչ դժվար է խոսել, որովհետև ամեն դեպքում մեր առջև Աստծո ծառա է, խոսում ենք Աստծո ծառայի մասին, անկախ իր պահվածքից, որովհետև մենք չէ որ պիտի դատենք, մենք չէ որ պիտի իր քայլերին նաև այդ առումով գնահատական տանք։ Եթե որպես մարդ դիտարկումը փորձում ես անել եւ արդեն քայլերից ելնելով ճանաչում ես նաև կառավարության ղեկավարին ներկայիս, հասկանում ես, որ այո, այդ մարդը ունակ է մարդկանց ճնշելու, վախեցնելու եւ ի վերջո չենք մոռանում, որ դեղին մամուլի արքան է մեր առջև, որը կոմպրոմատներ հավաքելու երևի ամենա այսպես զորեղ միջոցներն է ունեցել եւ հնարավոր է, չեմ կարող ասել, ոչ կարող եմ հաստատել, ոչ բացառել, բայց ցանկացած խելամիտ մարդ, որը երբևէ խոսել է արժանապատվությունից կամ փորձել է արժանապատիվ կեցվածք ընդունի, այնուհետև գնում է եւ գլխիկոր ձեռք է մեկնում Արցախը հանձնած, զոհերի պատճառ դարձած, չգիտեմ, Հայաստանի գլխին աղետներ բերած եւ շարունակում է բերել այդ անձին ձեռք մեկնելը ես օրինակ կբնութագրեի մարդու թուլության, վախերի, չգիտեմ, բայց վստահ եմ, որ անպայման ճնշման միջոցները կամ մեթոդները իրենք ունեն, այստեղ մարդու մեջ է արդեն ընտրությունը ինքը ընդունում է այդ ճնշման մեթոդները, թե ոչ, որտեղ մենք զուգահեռ գիտենք շատ հոգևորականների, էլի սրբազանների, որոնք այսօր դատվում են, ձերբակալվում են, կալանավորված են ոչ մի բանի համար, միայն այն բանի համար, որ իրենք գործարքի չեն գնացել Արցախը հանձնած ղեկավարի հետ։ Իդեպ շատ է խոսվում, որ եթե նույն արդեն 4, հա, սրբազաններ կան իրավական գործընթացներում անցում կալանավորված Արշակ Սրբազանի վերջիններ, շատ են ասում, որ եթե նրանք լինեն ազատության, կոնկրետ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, իրադարձությունները, զարգացումները եկեղեցու հետ կապված կարող են լրիվ այլ կերպ դասավորվել ու այս իրավիճակին չհասնեն, այս պարակտումը եկեղեցու ներսում չլիներ։ Չգիտեմ, ըստ դա ինչ կփոխեր օրինակ։ Ես չեմ կարծում, որ դա կլիներ, որովհետև ինքը ամեն դեպքում այդ այն ամեն ինչը որ հիմա տեղի է ունենում, հա, եթե սթափ ես նայում, սա ցուցադրություն է։ Իրականում այն, որ մենք խորքային փորձում ենք պատկերացնել, որ եկեղեցում եւս քահանաները, հոգեվորականները, չգիտեմ, թշնամիներ են իրար նկատմամբ, ես չեմ հավատում դրան, ես չեմ ընդունում, որովհետեւ տեսնում ենք այս ուժեղ ճնշումների ներքո, այո, կոտրվել են մի քանիսը եւ դեռևս միգուցե կկոտրվեն էլի մի քանիսը, բայց ընդհանուր առմամբ այդպես չի։ Ինչու մենք չենք նկատում զուգահեռ են տասնյակ հոգեվորականների, այն սրբազանների հայտարարությունները, որոնք հակառակի մասին են խոսում, որոնք խոսում են, որ եկեղեցին հաղթահարելու է այս իրավիճակը եւ այնպես չի, որ իր մոտ դա ստացվելու է։ Այսինքն ես չեմ դիտարկում, որ եկեղեցու ներսում խորը պառակտում կա, եկեղեցու ներսում պատմություն ուսումնասիրում ենք եւ տեսնում, որ նորից կրկնվում է այն իրավիճակը, որը մենք էլի դարեր շարունակ ունեցել ենք, այսինքն մի քանի ընդհանրապես դավաճաններ, որոնք փորձում են ներկայացնել որպես եկեղեցու հետ կատարվող իրականություն, բայց իրականում եկեղեցին ամենաամուր կառույցն է ու ամուր հենասյունն է եւ եկեղեցին դարեր շարունակել ապացուցել է, որ ինքը ցանկացած իրավիճակում բայց փաստացի Տիկին Հակոբյան, մենք պետք է ընդունենք, որ այս պահին հաջողվել է այն, որ ինչը կարող է շատ դեպքերում
անպատկերացնելի հա լիներ, այն է եկեղեցին բաժանել մասերի, օրինակ, պարակտել հենց ներսից։ Այո, ինքը տեսեք ինչ է անում։ Ինքը ստեյցիոն անում են ինչ որ քաղաքական գործիչները հակառակ դաշտում գտնվող պիտի անեին իր նկատմամբ։ Այսինքն այո, պիտի այդ adekvat հատվածը քաղաքական գործունեությամբ զբաղվող, ինչու՞ չէ նաև հասարակական հատվածը ստեղծեին, այսինքն զուգահեռ իշխանություն։ Ոչ պաշտոնական բնականաբար, բայց զուգահեռ իշխանություն, որը գործընթացներ կիրականացներ, որը այլ օրակարգ կունենար եւ հստակ կունենար իր թեկուզ այսպես ոչ նշանակված, բայց մեր պատկերացմամբ, այսպես ինչ-որ կառավարություն, մարդիկ, որոնք կոնկրետ ուղղություններով պիտի գործունեություն ծավալեին։ Այսինքն այն ինչը ինքը այսօր անում է եկեղեցու ներսում, այսինքն ինքը փորձում է ստեղծի երկիշխանություն եկեղեցում, հա, եւ իր ստեղծած իշխանությամբ եկեղեցու ներսում նսեմացնի, փոքրացնի իրական իշխանության դերակատարությունը։ Ես չեմ ասի, որ դեռևս դա իր մոտ ստացվում է, բայց ինքը դրա համար ասեմ իրականում շատ համառորեն ինքը գնում է դրան ու ջանք ու երան դրա համար չի խնայում։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե անընդհատ ասենք, որ եկեղեցին Աստծունն է եւ Աստված ինքը հանելու է այս վիճակից, իհարկե այդպես է, բայց պիտի չմոռանանք, որ հետ եկեղեցին հենց մենք ինքներս ենք եւ մենք ինքներս պիտի նստել ու կողքից հետևել։ Ոչ թե կողքից նստել հետևել, այլ ակտիվ քրիստոնյային վայել, գործունեություն ծավալել ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Դա պիտի հստակ լինի։ Տիկին Հակոբյան, կուզեի նաև անդրադառնալ հրապարակված բանակցային թղթերին Արցախի վերաբերյալ 13 փաստաթուղթը, ինչպես եւ խոստացել էր, հա, ասել էր, որ պետք է գաղտնի փաստաթղթերը հրապարակի, թեև այդ բանակցություններին փորձագետները, քաջատեղեկ մարդիկ իրենց համար այս թղթերը նորություն չէին, հա, այս սրանց վերաբերյալ ինչ փոխեց, հա, գործընթացում, ինչպես շրջադարձային ինչ եղավ թղթերի։ Տեսեք, երբ որ մարդը ուզում է իր սուտը որպես իրականություն մատուցի, կառուցում է շատ փոքրիկ ճշմարտության վրա, վերցնում է մի փոքրիկ նշույլ ճշմարտության, սկսում իր սուտը դրա վրա կառուցել, որովհետեւ մարդիկ հիմքում տեսնեն փոքրիկ ճիշտը ու դրա վրա հավատան արդեն իր մանիպուլյացիաներին։ Այն ինչ որ արեց ինքը, որովհետեւ այնտեղ կան նաև հա հայկական ժամանակի, այսինքն իր լրատվամիջոցի այդ որպես փաստաթուղթ ներկայացված դիտարկումները ըստ էության այո, նույնիսկ այն մարդիկ, ովքեր գաղտնի փաստաթղթերին երբևէ ծանոթ չեն եղել եւ բանակցային գործընթացից տեղեկացված են եղել ընդհանրապես բաց աղբյուրներից, ես կարծում համադրելուց, իրար հետ նայելուց որևէ տեսակետի փոփոխություն պիտի չլիներ այն առումով, որ այո 30 տարի շարունակ ուժեղ Հայաստանը կարողացել է բանակցային գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունենալ հօգուտ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության եւ ընթացքը միշտ եղել է ունենալ այնպիսի վերջնարդյունք, այսինքն նույնիսկ այս իր հրապարակած իբրև թե փաստաթղթերը նայելով հենց դա էլ հասկանում ես ունենալ այնպիսի վերջնարդյունք, որտեղ երկու պետությունները հանգուցալուծման պարագայում հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման պարագայում կունենային արդարության զգացում։ Այսինքն երկուսի համար էլ կլիներ, որ արդարացի լուծվել է, որովհետև նույն բանակցային գործընթացի ժամանակ մենք տեսնում ենք, երբ սլաքը թեքվում էր ամբողջությամբ հօգուտ Հայաստանի ու Արցախի Հանրապետության, ապա այդ անարդարության զգացումից ելնելով, ես ավելի պարզ բառերով եմ բացատրում, Ադրբեջանը փորձում էր կանգնեցնել գործընթացը։ Այնուհետև տեղի էին ունենում փոքրիկ փողզիջումներ, որի արդյունքում շարունակվում էր բանակցային գործընթացը։ Եվ այդ բանակցային գործընթացը վերջին տարիներին, մինչ 18 թվականը, շատ ավելի արագացված, հատկապես ապրիլյան քառորիայից հետո 2016-ի արագացված տեմպերով էր գնում, որտեղ պիտի լուծումը գտնվեր, բայց ոչ Արցախի Հանրապետության հանձնման կամ զավթման գնով չկար այդպիսի դիտարկում, չկար որևէ դիտարկում նաև հենց այդ փաստաթղթերից նայել, որ որևէ հավակնություն կար
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ։ Բայց այնտեղ հենց նույն փաստաթուղթ կա, որը ամենաշատն է շրջանառվում Մեղրիի հետ կապված։ Որը իրենք կոնտեքստից կտրել են, այո, կոնտեքստից կտրել են, ամբողջ հատվածից կտրել են այդ հատվածը եւ անընդհատ դա են դրում շրջանառության մեջ։ Ընդհանուր առմամբ, այո, ինչի հիմա չունի հավակնություն Մեղրիի կամ ամբողջությունիքի նկատմամբ Ադրբեջանը։ Փաստ երեկվա Ալիևի հայտարարությունը, որ վերադարձ իրենց պատմական հայրենիք, որը հենց Սյունիքն է, մարդիկ շեշտում են, հստակ շեշտում են, որ դա պիտի լինի ու դա լինելու է։ Այսինքն այդ հավակնությունը ինչպես ունեցել են, այնպես որևէ բան չի փոխվել, կա այդ հավակնությունը։ Եվ թե այս կողմը հայաստանյան իշխանությունները ինչ դերասանություն են անում իբրև թե խաղաղության օրակարգ, դա որևէ աղերս չունի այն նպատակների հետ, որը ունի այսօր Ադրբեջանը։ Եվ ունեցել է նաև այն ժամանակ այդ հավակնությունները։ Իսկ ով ասեց, որ որևէ ղեկավար Հայաստանի Հանրապետության համաձայնել է կամ զիջել է այդ առումով։ Ի տարբերության այս ղեկավարի, որը զիջում է ամեն ինչ անունը դնելով փող զիջում։ Եղել է նման բան, չի եղել։ Այլ բան, եթե անունը կդնեին փող զիջում ու ինչպես իրենք են դա շատ շահարկում, կփոխանակեին Արցախի հետ, հա, իրենց ինչպես իրենք են դրա մասին անընդհատ խոսում, որ այդպիսի նպատակներ եղել, չեն արել մարդիկ, չի եղել նման նպատակ։ Եվ երբ եկել է հասել է փակուղային ինչ որ շրջան, Յակոբ Մինսկի համանախագահող այդ երկրների հետ, այդ խմբերի հետ գտել են ելքը, դուրս են եկել, շարունակել են այլ ընթացքով, որպեսզի գտնեն ի վերջո այդ լուծումները։ Այնտեղ բազմաթիվ տարբերակներ կային այդ բանակցային գործընթացում, ես կարծում եմ, որ շատ-շատերը նաև տեղյակ են դրանից, որը առաջարկված էր թե Հայաստանին, թե Ադրբեջանին, ընտրելու այդ տարբերակներից որևէ մեկը։ Եվ երկրները արդեն Հայաստան ու Ադրբեջան գնում էին այդ ճանապարհով, ընտրելու ճանապարհով, երբ 2018-ին կատարվեց իշխանազավթումը եւ կանգ առնելով process-ը, ոմն մեկը հայտարարեց, որ այլևս զրո կետից է։ Եթե այդ փուլում ասում էր, որ քանի որ ընտրված չի արցախցիների կողմից, ըստ այդմ չի կարող բանակցել։ Այո, չի բանակցում, բայց հայտարարում է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն դրանով տեսեք, դնում ենք Արցախը մի կողմ, դրանով վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ եկեք ուղղակի տրամաբանենք, հասկանալի է իմ Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից, ինչից են հենց գալիս։ Որ այո, մարդը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, եկեք էլի վերհիշենք, նախորդ նախագահները երբեք նման հայտարարություններ չեն արել։ Բայց Սերժ Սարգսյանը եւս ինչ որ փուլում նման հայտարարություն անել։ Հայտարարություն չէր անում։ Արցախը երբեք չի լինել Ադրբեջանի կազմում եւ վերջ։ Նմանատիպից հետո, բայց ոչ գործող ղեկավար էր։ Այդպիսի հայտարարություն կարող էր ցանկացածը անել, բայց դա չէր նշանակում, որ դու էիր դա որոշում։ Դա արդեն այդ բոլոր աղետներից հետո բոլորս էինք ասում, որ չի կարող լինել։ Չի կարող, հիմա էլ չի կարող լինել։ Եթե հիմա ժամանակավոր շրջափակման մեջ է թշնամու կողմից Նիկոլի բերած խաղաղությամբ, որովհետև այո, Արցախում խաղաղություն է հիմա։ Ոչ ոք ոչ մեկի, ոչ պատերազմ է հայտարարել, ոչ էլ այնտեղ զոհվում են, որովհետև հայեր չկա, դա է Նիկոլի խաղաղությունը, հա։ Բերել է այդ խաղաղությունը, այսօր Արցախում կատարյալ հանդարտություն է։ Նույնիսկ այս պարագայում ես վստահեցնում եմ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ չի էլ լինելու Ադրբեջանի կազմում, որովհետեւ գիտեք ինչ, այնպես չի էլի, որ շատ ասելով ու անդադ բարձր ասելով է իրականությունը հաստատվում։ Այսօր եթե Նիկոլը եւ իր այդպես խմբակը անընդհատ գոռում գոչում են, որ այո Արցախը Ադրբեջանի կազմում է, դա իրականությունը չէ։ Հա, այնքանով է իրականություն, որ ցավոք սրտի այսօր Հայաստանի իշխանություններն են դա ասում, բայց եկեք ընդունենք, որ Հայաստանի իշխանությունները ներկայիս չեն կարող հավերժ լինել, թող ջարդեն, փշրեն, մորթեն, սպանեն սեփական ժողովրդին, բռնաճնշումների ենթարկեն, այն ինչը որ անում են, ի վերջո, ինչ որ մի պահ, սրա վերջը լինելու է, չէ։ Եվ ես ձեզ ասեմ, եթե վերջերս տեսել եք արցախցիների իրավունքների այդ հանձնախումբը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ 2 տարվա ներկայացրել է իր աշխատանքների ամփոփ նկարագիրը կատարված։ Դե դուք տեսեք ինչ է կատարվում միջազգային հանրության մեջ հենց Արցախի նկատմամբ։ Չկա այդ ընկալումը, որ վերջ
Արցախը այլևս դա Ադրբեջանի մաս է եւ որևէ գործընթաց այլևս Բայց ամեն դեպքում պաշտոնական բանակցություններ վայելում անդադ մեն պաշտոնական իսկ պաշտոնական բանակցություններ վարում են այս իշխանությունները եկեք սկսենք դրանից։ Դե իրենք ասում են անիրատեսական է։ Բայց մենք որևէ բանակցային գործընթաց տեսնում։ Ընդհանրապես որևէ բանակցային եւ դա հենց ամենամեծ վտանգը նրանում է, որ այլևս Հայաստանի իշխանությունները որևէ բանակցային գործընթացում էլ ներգրավված չեն։ Մի կողմա դնենք այս պետության հաշվին իրենց այդ հավեսով գեղեցիկ թռիչքները այս երկրից են երկիր ձևական ու դերասանական այդ հանդիպումները, որը արդյունքը մենք առ այսօր չենք տեսել։ Ամենացնցող երևույթը մենք գրանցեցինք օգոստոսի 8-ին եւ տեսանք դրանից հետո բխող արդյունքները եւ հետևանքները։ Այսինքն որևէ գործընթացի մեջ իրենք ներգրաված չեն, որ որևէ մեկը իրենցից այլևս կարծիք հարցնի, նույնիսկ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Չկան, իրենք բանակցային սեղանի տակ են, չգիտեմ կողքերն են, որտեղ են, վրա են, բայց ամենայնպես շուրջ չեն։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Հակոբյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք ազգային Արցախի։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար։